Հայտնի բլոգեր Քրիստինե Մարգարյանն հղիության լուրից հետո հետևորդների քանակը նկատելիորեն ավելանում են, այժմ արդեն ունի ավելի քան 321,000 հետևորդ։ Օրերս նա նոր հրապարակում է արել լուսանկարի տեսքով և գիծ գրել. 2026 թվական, նոր սկիզբ, նոր հույս, մեծ սեր։ Չենք կարող չնշել, որ Քրիստինան շարունակում է պահել անձնական կյանքի մի հատվածը փակ։ Թեև նա ակտիվորեն կիսվում է իր առօրյայով, մայրիկի հետ հոլովակներով և այժմ նաև հղիության ուրախալի լուրով, Քրիստինեն երբևէ չի ներկայացրել իր ամուսնուն հանրությանը։ Հատկանշական է նաև նշել, որ վերջերս կազմակերպած հետևորդների հետ հարցուպատասխանի ժամանակ նա խոստացել է հետևորդներին ցույց տալ ամուսնուն և ոչ միայն, սակայն հստակ ժամկետ չի նշել։ Այս թեման իհարկե շարունակում է հետաքրքրել հետևորդներին, դառնալով ակտիվ քննարկումների առիթ սոցիալական հարթակներում։ Քրիստինե Մարգարյանի յուրաքանչյուր հրապարակում, հատկապես վերջին շրջանում, մեծ հետաքրքրություն է առաջացնում, կապված նրա կյանքի նոր փուլ մտնելու հետ։ Նա իր վերջին հրապարակումներից մեկում ներկայացրել է նոր գնումները։ Բլոգերը հոլովակներում փորձում է գնած հագուստները և դրանք ներկայացնում հետևորդներին։ Տեսանյութերում նկատելի է Քրիստինայի գլորիկացած փորիկը, ինչը ևս գրավել է հետևորդների ուշադրությունը։ Առաջարկում ենք դիտել հոլովակներն առանց մեկնաբանության։ Լավ չէ, ես զգում ինձ թույլ էի, աշխատեցի շատ արագ շուտ գնումներ անեմ ու դուրս գամ։ Շատ հարմար աղջիկներ ջան, թեթև, իրան կարամ այ սենց։ Տիրունու հավեսը, ժիլետիկը, սենց երկարաթև, սև մայկաներով, սպիտակ մայկաներով հարմար կլինի։ Հակնը, այս կողմից սենց ամրանում է։ Հարցավ իրար է սենց սետ։ Սա էլ տաբատը է, այս մյուս տարբերակի, էլի շատ լավն է, փոփուկ, հակն ես մի ասենց տակ բան քթես ու դուրս գաս տանից։ Սիրում եմ ձեզ։ Բլոգեր Քրիստինե Մարգարյանն, ով հանրության կողմից սիրվեց իր մայրիկի հետ Ինստագրամում զվարճալի հոլովակներ տեղադրելով, օրերս հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել և հայտնել ուրախալի լուր։ Քրիստինան երեխայի է սպասում։ Հետևորդներից մեկի հարցին հղիության որ շաբաթում եք, նա պատասխանել է. 9 անցել ենք։ Երեխայի սեռը գիտեք։ Դեռ ոչ։ Ձեր ամուսնու հետ նկար չունեք։ Շատ բաներ ունեմ, շուտով։ Իսկ ձեր ամուսինը հայտնի մարդ է։ Չէ, բայց կդառնա։ Այս և մի շարք այլ հարցերի բլոգերը պատասխանել է, որից հետո կիսվել երկու հոլովակով, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ես էլ իրա սրտիկը սենց որ խփում եմ։ Սենց, ոնց է շարժվում, Ой, ես կդժվեմ։ Սրտը շարժվում։ Երկոս զույա գերել, ասում մամա ապրես, ուշտեմ։ Շրջվեց մեզ, հելը։ Կացլամա եմ սարդում կորամար։ Անոխիկ կռիվալում նոր։ Իսիջանա, սիրտը սրանից հետո վիճիզի, իմացի, որ մաման ալեն չէ սարդում։ Բայց նորին չէիք խոսում։ Մամ, Բարի չաղջի, ինչ ես սարքում։ խաշ, մամա։ Նորին չէիք խոսում սոդայից։ Այ ծավը տավեմ, ասմա ծավում է, ասմա միշնա ծավում։ Հա։ Ասում է։ Ես բան չում ասել, ասել եմ սոդան, որ քրկում ես, կսում ես, ինքը հոտ չկա, հոտը է տանում է։
Ասինքն որտեղ է տանում։ Ջահաննամի լապտակալը։ Մամ նորին չի ասում սոդան։ Ասյասմա սոդա կսում։ Բայ։ Հապետից նոր տարվա օրով։ Նոր տարին ինչ կապ ունի ցավո տեղերի մասին։ Սոս Քրիստոս, այ որ նոր տարի է իրավունք ունի մարդու որ պիտեղը ծավա։ Մենք կամանոյա Քան բիբարակ է, ասում եմ սոդա կսի։ մամա չի կարելի ամանորա։ Ուրախ տրամադրություն բարեք։ Ամանոր։ Մեկ երկու քրեքի։ Որ ձեզ ասում։ Ասում է առավոտվանից իրիկում բիբարել կերը, ես էլ ասում եմ ցավում։ Ես էլ ասում եմ ցավում, սոդա կսի, տեղը կանցնի։ Էլ ոնց ասել։ Բիբարը որ կսի միջով առաջ յանը, բացելու բետամի է։ Մամ սոված եմ։ Ոյ աստված։ Էփում ամ կյանքս, ոնց Անա նորին չի իր խոսում։ Ասում եք քաղցր չէ սոդայում է խմում։ ով ասում խապս։ Հատկանշական է նշել, որ Քրիստինան եղել էր նաև տետատետի տաղավարում։ Նա հայտնի է Ինստագրամում մայրիկի հետ տարօրինակ եւ արկածային հոլովակներով։ Star News-ը հետևեց հաղորդմանը։ Քրիստինան փոքր հասակից փորձել է մայրիկին ուրախացնել։ Կա արդյոք պատճառ։ Գուցե տխուր էր իրականությունն ու ինչ որ բան այն չէր։ Կար շատ ցավոտ պատմություն։ 17 տարեկան եմ եղել, որ մայրս ունեցել է հիվանդություն։ Դպրոցս չէի ավարտել, 9-րդ դասարան էի։ Դրանից հետո պետք էր ինչ-որտեղ ընդունվեի, սովորեի, բայց ինձ այդ ամեն ինչը խանգարել է։ Մայրս ուներ բարդ խնդիրներ, ասում էին ուռուցք կա, բայց ես մինչև վերջ չեմ հավատացել։ Անցնում է մի որոշ ժամանակ, ստուգվում է, ասում են չկա այդ խնդիրը, բժշկվել է։ Մեհերի հարցին, թե կան արդյոք գաղտնիքներ, որոնց մասին կուզենար խոսել, Քրիստինան ճակերտավոր ասված անկեղծացավ։ Հումորով պատասխանեց հարցին։ Մեկ բան եմ ուզում բարձրաձայնեմ, շատ քչերը գիտեն, ինձ փոքր ժամանակ որդեգրել են։ Չէի ուզում դրա մասին խոսել, 14 տարի եղբայրս մեծ է ինձանից։ Մայրս ինձ չի ունեցել, 14 տարի անց հայրիկիս հետ որոշում են կարելի է որդեգրել Քրիստինային ու որդեգրում, ինչի համար շնորհակալ եմ։ Շատերին է հետաքրքիր, որտեղ է Քրիստինայի հայրը։ Իմ հայրը 3 տարեկանում գնացել է Ռուսաստանի Դաշնություն։ Շատ եմ զգացել հորս կարիքը, պապայի բաց թողումը ոչ մեկ չէր կարող լրացնել։ Թե պետքապը կա, շփվում ենք, իմ ծնողն է, շատ սիրում եմ, բայց մամաս է ինձ պահել, մեծացրել մեծ դժվարություններով։ Արդյոք անընդհատ աչքի առաջ լինելը այդ կերպարը Ինստագրամի չի խանգարում անձնական կյանքը դասավորել։ Կարծում եմ չի խանգարել կամ չի խանգարի, չեմ անում նենց բան, որ վաց գամ ինձ։ Երբևիցե չի եղել իմ կողմից ավելորդություն, անձնականի հետ կապված երբ լինի նորություն, անպայման կկիսվեմ այդ մասին էջում։